Հեչ եղել է, որ սենց պարկած ժամերով վիդեոներ նայեք։ Վստահ եմ եղել է, բայց ինչի են սոցիալական մեդիաները այսքան հեշտ կախվածություն առաջացնում։ Հենց այս ու այլ հարցերին պատասխանելու համար Եվրոպական հանձնաժողովը մեծ հետաքննություն է նախաձեռնել եւ ուսումնասիրել է մետան։ Ու այսօր հրապարակվել է հետաքննության նախնական եզրակացությունը, ըստ որի մետան հատուկ օգտագործում է կախվածություն առաջացնող դիզայն ու ֆունկցիաներ։ Օրինակ ավտոմատ փլեյը, անվերջ սքրոլինգը, փուշ ծանուցումները եւ գերանատականացված ֆիդը ստիպում են, որպեսզի մարդիկ ժամերով գանված լինեն իրենց հեռախոսների էկրաններին։ Այս ամենի պատճառով մարդու ուղեղը մտնում է ավտոպիլոտ ռեժիմի մեջ, ինչը բնականաբար վատ է ազդում բոլորիս, բայց հատկապես դեռահասների եւ երեխաների հոգեկան առողջության վրա։ Մետան եւ այլ ընկերություններ կարող են ասել, որ իրենք տրամադրում են հատուկ գործիքներ, օրինակ ծնողական վերահսկողություն կամ time management, որպեսզի մարդիկ օգտագործեն, բայց Եվրոպական հանձնաժողովի ըստ ծավալուն հետաքննության արդյունքներով պարզվել է, որ դրանք էֆեկտիվ չեն ու դրանք շատ դեպքերում շատ բարդ է գտնել եւ ակտիվացնել։ Հանձնաժողովը հիմա պահանջում է, որ մետան փոխի Instagram-ի եւ Facebook-ի դիզայնը, օրինակ անջատի autoplay-ը եւ անվերջ սքրոլինգի ֆունկցիան, ու այնպես փոխի բովանդակություն առաջարկելու համակարգերը, որ դրանք լինեն պակաս գրավիչ։ Մետայի խոսնակը ասել է, որ իրենք ընդհանրապես համաձայն չեն այս եզրակացությունների հետ, հատկապես դեռահասներին վերաբերող հարցերում, բայց ասել են, որ երեխաների անվտանգության հարցերով կշարունակեն համագործակցել Եվրոպական հանձնաժողովի հետ։ Եթե հանձնաժողովի այս տեսակետները հաստատվեն, այն իրավասություն ունի տուգանել մետային։ Մեկնաբանություններում գրեք, կուզենաք մետան անի այս փոփոխությունները, թե ոչ, անպայման բաժանորդագրվեք, տարածեք, մինչ